Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը ցեղասպանության ցեղասպանություն դա իրականություն է, չի կարելի դնել արեցնել, երբ որ պետության արտաքին քաղաքականության մեջ կա որևէ հարց, այդ հարցը արեցնի ենթակա հարց է, իսկ ցեղասպանությունը երբեք արեցնի ենթակա հարց չի կարող լինել։ Բայց անկախության հռչակագրով սահմանված է, որ մենք պետք է լինենք պահանջատերը ցեղասպանության, պետք է պայքարենք ճանաչման համար, ոնց պետք է։ Հիմա ասեցի ինչ է շնորհիվ դրած է, հետո ինչ դրած է։ Դրած չի գրած, Գրած է, հա, գրած է, դրած է։ Ինչ հետո ինչ գրած է։ ոնց անկախության հռչակագիրը հիմա դուք ասում եք ինչ է ուժ չունի։ Ես ասում հստակ ոնց է ընդունված միջազգային պրակտիկա։ Եթե դու քո արտաքին հարաբերությունների օրակարգում ունես հարց, ուրեմն պատրաստ ես այդ հարցը վաճառել ինչ-որ բանի դիմաց։ Ցեղասպանության հարցը վաճառքի ենթակա չի ու չպետք է լինի օրակարգում։ Բայց մեր փոխարենով պիտի այդ ճանաչման գործընթացին նպաստի, մեր փոխարենով պիտի դրա առաջամարտիկը լինի, դա էլ է, չէ՞, արտաքին քաղաքականության դա առաջին հերթին ոչ, դա չպետք է, նույնիսկ եմ պետք է։ Դու պատրաստ եք բանը ցեղասպանությանը վաճառել հարցը շուտ։ Ոչ, դիվանագիտությունը ներողություն, դիվանագիտությունը դա վաճառք է։ Իհարկե։ Ոնց դիվանագիտությունը վաճառք։ Առևտուր է դա։ Դիվանագիտությունը դա առևտուր է, ժողովուրդ։ Հարց ես դնում, որ պատրաստ ես փող զիջում գնալ կամ չգնալ, չէ՞։ Կամ ինչ որ եթե այդ հարցը կա, ուրեմն այդ հարցը ենթակա է քննարկման։ Ցեղասպանության հարցը երբևէ չպետք է լինի քննարկման առարկա։ Հիմա 30 տարի է։ Պատմական արդարությունը, պատմական պետության մասին ենք խոսում, մենք դիվանագիտության մասին ենք բայց խոսում։ պետությունը ո՞նց կարող է անցյալը էջը փակել անցնել առաջ։ Ո՞նց կարող է իր ժողովրդի էջը փակել անցնել առաջ։ Ինչի՞ ուզում առևտրի առարկա դարձ։ Բայց 30 տարի եղել է իմ առևտուր էր, 30 տարի ոչ չի եղել։ Դիվանագիտությունը ներողություն։ Չէ, Ռոբիկն ա մցրել է։ Ռոբիկնովա։ Քոչարյան Ռոբիկը։ Չի եղել միջև այդ։ Պետական մեր արտաքին հարաբերությունների հարց ցեղասպանություն չի եղել։ Ռոբիկի ժամանակ մցվել է, չգիտեմ ինչ բաներից ելնելով։ Դժեմ սխալ մի անգամ էլ ասել եմ, ես չգիտեմ այդ ցեղասպանությունը ինչա, բայց սպյոկին պետք է։ Ոչ նույնիսկ խորհրդայնության ժամանակ է Ծիծեռնակաբերդ է կառուցվել, ոնց է Ռոբերտ Քոչարյանը մտածում։ Ժողովուրդ ասում արտաքին հարաբերությունների մեջ ում որպես չպետք է լինի։ Այդ արտաքին քաղաքականության մաս չպետք է լինի։ 60 թվականին Ծիծեռնակաբերդ է կառուցվել, հիմա ոնց եղավ որ Ռոբերտ Քոչարյանն է մտցրել արտաքին քաղաքականության օրակարգ։ 65 թվականին մցվել է օրակարգ արտաքին քաղաքական։ Եթե Ծիծեռնակաբերդ է կառուցում, եթե միտինգներ են լինում։ Կարդացել ենք, Զարթոնքի ժամանակաշրջան է եղել։ Պրիմիտիվ բանալներ։ Գնացեք կրթվեք, նոր եկեք խոսացեք, էլի ասեք։ Ես շատ կիրթ եմ, դուք մի բան արեք, հա։ Դուք անդամները կամ մեկ էլ դուք Փաշինյանի կառավարության մասը չեմ խոսում, այս միջև հիմա կա, չէ՞, կարողանում արտաքին քաղաքականության փունջ որպես։ Ես ասում սխալը չպետք է լինի դա։ Պետք է ժամանակին անել, որովհետև չի կարելի ցեղասպանությունը դարձնել առևտրի առարկա։ Պահանջատիրություն է եւ առևտուր։ Դրան էլ ձեր Ինչի՞ պահանջատիրություն։ Բայց դուք ինչու եք դիվանագիտությունը առևտուր համարում, ասում որ միջաց Ո՞նց է ձևը։ ով ասում։ Գնացեք կարդացեք ինչա դիվանագիտությունը։ Որտեղ է գրած որ առևտուրը ասեք գնանք կարդանք։ Բոլոր տեղերը գրած է։ Դիվանագիտությունը, երբ որ արտաքին քաղաքականության մեջ մտցնում ես ինչ-որ պունկտ, այդ պունկտը պատրաստ ես սակարկել։ Պունկտի վերաբերյալ պատրաստ ես քննարկել ինչ-որ հարց։ Հիմա Արցախի հարցն էլ էր առևտրի հարց, երբ որ բանակցում էին նախագահները։ Հայաստանի Հանրապետության ինչ իհարկե առևտրի հարց է։ Հիմա ամեն ինչ առևտրի հարց է։ Բա փող զիջումներ ինչ առևտուր չի։ Չէ, փող զիջումը, առևտուրը երբ որ վճարում ես մի բան գնելու համար։ Դա է առևտուրը։ Շատ պրիմիտիվ եք մտածում։ Ուրեմն երբ որ փող չկար, պատմությունը որ նայեք, երբ որ փող չկար, մարդիկ ինչ որ բան տալիս են, ինչ որ բան վերցնում են։ Դա էլ է առևտուր։ Ինչ բարտադրյա փողը լինի։ Դուք հիմա ցանկացած փող զիջում համարում եք առևտուր։ Ցանկացած բան, Մի գնահատական էլ մի տվեք, էլի պրիմիտիվ, չգիտեմ ինչ։ Ես ես հարց եմ տալիս, դուք ինձ գնահատականներ եք տալի։ Կրելի արվի խելացի ձևով, ոչ թե Ինչ է, ես կրվից խոսացի։ Ո՞վ ախոսել Արցախից։ Արցախի հարցը եղել է քննարկման առարկա, որի Իրանում առևտուր է։ Ես դες եմ տալիս, դու ինձ ես տալիս։ Վեցինը չեք ուզում եք։ Երբ որ ինչ որ բան քննարկվում է, դա առևտուր է։
Փող զիջում ինչ։ Մանրացնել հայրենիքի պաշտպանության հարցը։ Ինչ պաշտպանության հարց։ Ինչ մանրացնել։ Մեր տղեկ որ գնում զոհվում են, չէ՞, ասում ես առողջ։ Տղեկի մասին ենք խոսում։ Արցախի Տղեկի մենք խոսում ենք, կեցված գայուն թեմայի։ որ մենք խոսում ենք դիվանագիտության մասին։ Դուք ինչ եք առաջանում։ Մենք խոսում ենք դիվանագիտության մասին։ Եթե խոսում ենք դիվանագիտության մասին, խոսում ենք այդ բանը։ Բայց երբ որ այս ցեղասպանություններ ուրանանք, հարցը փակեն տնենք Ո՞վ ասում ուրանանք։ Ո՞վ ասում ուրանանք։ Ասում մի արեք առևտրի առարկա սարքեք, մի դրեք Թուրքիայի հետ։ Մի մցրեք, ասեք Թուրքիային, ասեք չէ։ Այ նորից է։ Լուծումը ես չգիտեմ, ես լուծում առաջարկող չեմ։ Ես անասնաբուժ եմ։ Բանել մեր օրնա։ Հիմա հարցը հետևյալն է։ Երբ որ կա որը անբեկանելի, անհետքելի իրականություն չի կարելի դա ծածկել սակարկման ենթակա, որովհետև դու երբ որ ծածկել ես սակարկման առարկա, Թուրքիան ասում է արի հանձնաժողով ստեղծենք պատմաբաններ, տեսնենք իրականում եղել է թե չէ։ Իսկ դու չպետք է գնաս դրան։ Ոչ հանձնաժողով պետք է ստեղծես, ոչ էլ Թուրքիային թույլ տաս ինչ-որ ձևի միջամտի այդ հարցի։ Ցեղասպանությունը իրականությունն է, ցեղասպանությունով զբաղվում են մարդիկ, կան կառույցներ, որոնք զբաղվում են պետական արտաքին քաղաքականության մեջ, չպետք է լինի ցեղասպանության հարց։ Դա է մասը։ Գնել լեկտի Վահագնի Ալեքսանյանին քրստի ասա որ հայ զինվորի դիքա